Սամանի որոշ հատվածներում կրակոցները վերսկսվել են։ Ինչ փնտրել յետևում դրա։ Շնորհակալություն հրավերի համար, ինձ այն մտահոգում է, որովհետև ադրբեջանական խաղը այսպիսի որոշ ժամանակահատված առաջ ցուցադրել է իր իրական դեմքը, այսինքն Ալիևը քարոզչական ֆոն է ապահովում, փորձում են նաև այսպիսի կրակոցների մասին սուտ մանիպուլյատիվ ակնհայտ քարոզչական ֆոն ապահովել, փորձելով հետագայում արդարացնել իր ագրեսիվ եւ ռազմական էսկալացիոն գործողությունները։ Ես պետք է զգոնության նախանշան է պատրաստվում։ Այո, նաև չի բացառում, հնարավոր է ցանկացած բան ինչ-որ բան փոխվի, բայց Ալիևը, այսպես ասենք, ինքը բազմաշերտ խաղացող է։ Ինքը տարբեր գործիքներ է դրել շրջանառության մեջ՝ դիվանագիտական, քաղաքական, իրավական, դատական, այսինքն բոլոր ուղղություններով հիբրիդային պատերազմին բնորոշ բոլոր գործիքակազմը կիրառում է, սպասելով հարմար առիթի։ Բաքվում դատա այդ շարքից է։ Նաև իհարկե, նաև այդ այսինքն բոլոր միջոցները գործադրվում է Հայաստանի ծնկի բերելու համար։ Պարոն Մնացականյան, իրենք չեն հրաժարվել Սյունիքի մարզով Միջանցքի տրամաբանությունից, պահանջից, իրենք որևէ պահանջից չեն հրաժարվել, ավելի Դա իրենց պահանջն է, թե գործընկերներ ունեն այստեղ ավելի ծանրակ։ Միջանցքի առումով հնարավոր է որ ունենան գործընկերներ, ավելին հովանավորներ, ավելին ոգևորողներ, ավելին ստվերում խաղացողներ կամ այսպես ասած պրոդյուսերներ, այլ հարց է, որ այդ խնդիրը միայնակ լուծելու համար այն էլ ռազմական էսկալացիոն ճանապարհով իրենց հավելյալ լեգիտիմություն է անհրաժեշտ, որը չունեն եւ չեն էլ կարող ունենալ որևէ պարագայում, միջազգային լեգիտիմություն ռազմական եղանակով որևէ երկրի ինքնիշխան տարածքով սուվերեն միջանցք զավթելու առումով, այլ հարց է, որ իրենք անընդհատ իրենց ձեռքը պահում են պուլսի վրա, հարմար պահին ինչ-որ խնդիր լուծելու համար։ Մեր խնդիրն է զգոն լինել, տուրք չտալ որևէ սադրանքի, իսկ համապատասխան սադրանքի դեպքում էլ արժանի երբեմն նաև ոչ համարժեք հարված հասցնել։ Այսինքն Բաքուն պատրաստ չէ ոչ մի պայմանագրի ստորագրման։ Պարոն Մնացականյան, աբսուրդ է, եկեք ես դրա մասին եմ ուզում խոսել։ Ես խորապես համոզված եմ, որ համաձայնեցված 17 կետերի հեղինակը ըստ էության իրանք են։ Այսինքն խաղաղության պայմանագրի նախագիծը կազմվել է Բաքվում։ Եվ եթե 17 կետերի վերաբերյալ Հայաստանը տվել է իր համաձայնությունը, այսինքն 100%-անով համաձայնություն է տվել, դրանից հետո էլ Ադրբեջանը տորպեդահարում է, ձախողում է, երկարաձգում է խաղաղության պայմանագրի հաստատման ժամկետները, սա նշանակում է մի բան, Ալիևի համար այն թղթի կտոր է, Ալիևը ուրիշ նպատակ է հետապնդում եւ իրական խաղաղության հաստատման համար որևէ նախադրյալներ այսպիսի ընկալումների արկայության պայմաններում ես չեմ տեսնում։ Ալիևը փորձելու է առավելագույնս քաղել Հայաստանից։ Ոչ էլ սահմանազատում կանեն։ Ոչ, 1 տարի անցել են հայտնի ապօրինի սահմանազատման գործընթացից։ Ես ինչու եմ ասում ապօրինի, որովհետև իրենք այդ գործընթացից հետո միայն երկու պետություններում վավերացվեց այն կանոնակարգը, որոնց վերաբերյալ առկա էր համաձայնություն։ Այսինքն դրանից առաջ նախանշված այդ գործընթացը Տավուշի մարզում ապօրինի գործընթաց էր, անցել էր 1 տարի եւ դատելով կողմերի հայտարարություններից անորոշություն կա, թե հաջորդ սահմանազատման գործընթացը երբ կմեկնարկի, որ տարածքում ինչ ծավալ իր մեջ կներառի։ Այսինքն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում կարելի է ասել այսօր հետեւյալ իրավիճակն է. անորոշ դադարի, որը կարող է ավարտվել հերթական ռազմական ավանտյուրայով Ադրբեջանի կողմից, որովհետև երբ Հայաստանի ղեկավարը գործադիր իշխանության ցանկացած առիթ օգտագործում է հայտարարելու համար, որ որևէ կրակոց Հայաստանի կողմից չի լինելու, որ մենք ընդհանուր մեր զավթված տարածքները չենք ազատագրելու ռազմական եղանակով, որ մեր բանակը հարձակվելու բանակ չէ, որ մենք նրանց կրակոցներին պատասխանելու ենք բայրացկամությամբ կամ, չգիտեմ, այլ ձևերով, այսինքն եթե անգամ այս արձագանքներից հետո Ալիևը չի փոխում հռետորաբանությունը,
այստեղ կարելի է հանգել հետևության, որ Ալիևի նպատակը Հայաստանի հետ իրական խաղաղության հաստատումը չէ, Ալիևի նպատակը Հայաստանի ոչնչացումն է, պետականության կորցանումը կամ այնպիսի Հայաստան, որը մեկին պետք չի գա, այսինքն անկարողունակ որևէ ներուժ չունեցող մինչև ողնաշարը ջարդված ոչինչ որոշող Հայաստանը իրենց անհրաժեշտ։ Դե այնինչ տեղի ունեցավ Երևանի եւ Բաքվի միջև, նկատի ունեմ հետո միջազգային ողջավորությունը, որ համաձայնեցրել են բոլոր կետերը եւ բոլորը հորդորեցին արագ գնալ ստորագրման։ Հիմա այդ երկրները խաղի մեջ են թե ոչ։ Ի վերջո, այդպիսի պատասխանատու հայտարարություններ են Ես մի քանի անգամ Վաշինգտոն, Մոսկվա, Բրյուսել, իրենք միշտ խաղի մեջ են այդ խաղացողները, այլ հարց է, թե այդ խաղում ովքեր են հանդիսատեսները։ Այսինքն, եթե մեջ են, ուրեմն որևէ մեկը պետք է հարցնի, չէ, ինչու չի ստորագրվում։ Այո, հարցնում են, բայց այստեղ խնդիրը ազնվության եւ անկեղծության մեջ է, բաց լինելու մեջ է։ Պարոն Մնացականյան, ես հեռու եմ այն մտքից եւ վերջին 1-2 տարիների ընթացքում մշտապես ասել եմ հետեւյալը. Հայաստանը եւ Ադրբեջանը, Ալիևը եւ Փաշինյանը այն ներուժ ունեցող երկրներն ու պետական գործիչները չեն, որոնք մեր տարածաշրջանում կարող են նման գլոբալ կոնֆլիկտի լուծման ճարտարապետներ հանդիսանալ առանց հաշվի առնելու միջազգային խաղացողների կարծիքն ու դերակատարությունը։ Ավելին ես բազմիցս անգամ ընդգծել եմ, որ տարածաշրջանի վերաբերյալ անվտանգային միջազգային խաղացողները Երևանի օգտին են արտահայտվում։ Հիմա ինչ։ Օգտին արտահայտվելը մեկ այլ բան է, բայց հողի վրա խնդիր լուծելը բոլորովին այլ բան է։ Հետո դուք հիշեք 40-ամյա պատերազմի ընթացքում էլ բազմաթիվ մենք հայ ժողովրդի Հայաստանի Արցախահայության վերաբերյալ հայտարարություն ենք լսել, ավելին էթնիկ զտումից առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենաբարձր հասկանալի է, բայց հիմա ասում են պետք է վերջ դնել այդ կոնֆլիկտին։ Ես էլ ասում եմ, պարոն Մնացականյան, չկա միջազգային կոնսենսուս։ Դա Հայաստանին չի ուղղված, չէ՞, պարզ է։ Իհարկե, հիմա բոլորի համար պարզ է, որ այդ ճնշումները Ադրբեջանի ուղղությամբ են, բայց արդյոք այդ ճնշումները հասնում են իրենց նպատակին։ Արդյոք այդ ճնշումները տալիս են որևէ արդյունք։ Շատ լավ, Ադրբեջանի նկատմամբ կան նաև մարդու իրավունքների տեսանկյունից ճնշումներ, Եվրոխորհրդարանում է այլ բնույթի հայտարարություններ արվում, անվերապահ գերիներին ազատելու մասին պահանջներ են ներկայացնում, Եվրոխորհրդում է այդ հարցերը ուրեմն բարձրացում։ Այս ամեն ինչը տալիս է հնարավորություն առերևույթ արձանագրելու, որ Ադրբեջանը մամլիչի տակ է միջազգային։ Այսինքն Բաքուն կմարսի նաև Բաքվի այս դատավարությունը, այս Իսկ դուք ինչ որ նախադրյալ եք տեսնում, որ Բաքուն չի մարսելու։ Հակառակը Բաքուն վերջին 3 տարիների ընթացքում նրա հռետորաբանությունը հետևյալն է. Բաքվում այսօր մի ռեժիմ է իշխում, որը մի քանի ամիս առաջ եկեք բարձ խոսենք։ Բայդենի վարչակազմի վրա էր ցեղ շպրտում, Պուտինից էր ներողություն պահանջում, Մակրոնից էր պահանջում ներողություն, Իրանից էր պահանջում ներողություն, այսինքն մենք գործ ունենք մի սանդարձակ վարչակազմի հետ, որը թվացial ռազմական հաջողությունից հետո կորցրել է իրականության զգացումը, բայց դա վտանգավոր է, որովհետև այդպիսի վարչակարգ այդպիսի վարկագիծ դրսևորող քաղաքական ղեկավարությունը դեմս Ալիևի կարող է դիմել այնպիսի արկածախնդիր քայլերի, որոնք կարող են շատ կործանարար կամ վտանգավոր լինել մեզ համար։ Հետևաբար այս հայտարարությունները, եթե նույնիսկ կան Ադրբեջանի ճնշելու, պետք է գործնականում, այն ինչու օրինակ սանկցիաներ չեն կիրառվում Ադրբեջանի նկատմամբ։ Տնտեսական, քաղաքական, իրավական, երբ որ կլինեն իրականում նման սանկցիաներ եւ Ադրբեջանը կզգա իր կաշվի վրա այդ սանկցիաների իրական ազդեցությունը եւ Ադրբեջանի նկատմամբ ճնշումները չեն սահմանակվի բացառապես դեկլարատիվ հայտարարություններով ու հայտի դապարտումներով, մենք կհասկանանք, որ այդ սանկցիաները գտնում են ռեալ իրենց տեղը եւ արդյունավետ են։ Քանի այդ սանկցիաները չկան, պարոն Մնացականյան, ես ընդհանրապես նման հայտարարությունները Ադրբեջանի ճնշելու համարում եմ զուտ դիվանագիտական, սեփական երկրի պատկերացումներով պայմանավորված դեկլարատիվ հայտարարություններ։ Լավ, Բաքվի դատավարությանը ինչ որ կերպ պետք է պատասխանել։ Գիտեք, գործիք կա Հայաստանի ներսում, եթե չկա, եթե նույնիսկ գործիք չկա, պետք է ստեղծել այդ գործիքը, պարոն Մնացականյան, որովհետև տեսեք, ես նաև իրավաբան եմ, նույնիսկ սահմանադրական կարգավորների համատեքստում մեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 8-րդ կետը հստակ սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում ու ինչ պայմաններում են գտնվում։
Նույնիսկ եթե գործող իշխանությունը չուզենա էլ, նույնիսկ եթե Բաքվում գտնվող բոլոր անձանց նկատմամբ ունի հակակրան կամ, չգիտեմ, այլ զգացողություն, զուտ սահմանադրական կարգավորման համատեքստից պարտավոր է Հայաստանի Հանրապետությունը զբաղվել իր քաղաքացիների ճակատագրով։ Այլ հարց է, որ տեսեք, պատճառաբանվում է չմիջամտելը ունի հետևյալ պատճառաբանությունը, որովհետեւ մենք այդ մարդկանց կյանքը ել ավելի չվատթարացնենք, բայց ինչ է ստացվում։ Ստացվում է հետևյալը, այդ մարդկանց դատելու արդյունքում դատվում է Հայաստանի Հանրապետությունը։ Գիտեք, ես չեմ ուզում որ գույները խտաստել, բայց ոչ էլ ուզում եմ նվազեցնել։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությունում մեղադրվում է ռազմական հանցագործությունների, Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին մեղսագրվում է ռազմական հանցագործություններ կատարելու, ադրբեջանական ժողովրդի դեմ ցեղասպանություն կատարելու ցնդաբանություն։ Այսպես ասած, ինչպես ասում են, սելի փոխարեն սել որն է ճռում, ինչպես ասում են, զոյի փոխարեն գազանն է գոռում, որ ինքը դարձել է զո։ Այն պայմաններում այստեղ պարմանացականան, նույնիսկ եթե Ադրբեջանի ուղիղ դեմ աշխատանք չկատարվի, Հայաստանը պարտավոր է միջազգային բոլոր հարթակներում թույլ չտալ, որպեսզի նենգափոխվի Արցախյան հակամարտության էությունը, բովանդակությունը, արցախցին, հայաստանցին, Հայաստանի քաղաքացին, Հայաստանը հենց այնպես քնից չի զարթնել ու մղվել Արցախյան հակամարտության պայքարին։ Սա եղել է ազգային պաշտպանության պայքար, արցախցիների կյանքի իրավունքի պաշտպանության պայքար, գոյության պայքար է եղել։ Սրա մասին է խոսքը։